Բարև ձեզ, դուք լսում եք մեր փոդքասթը «Մարդու մարմնի գաղտնի պատերազմը»։ Այսօր խոսենք այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում, երբ այն սկսում է պայքարել վնասված բջիջների դեմ։ Սա պատմություն է իմունային համակարգի բջիջների և գենետիկ փոփոխությունների մասին մի պատերազմ, որը տեղի է ունենում մեզնից աննկատ։ Ամեն ինչ սկսում է բջջի սխալ ծրագրավորումից կամ ԴՆԹ-ի վրա վնասվածքից, երբ բջիջը սկսում է անկառավարելիորեն բաժանվել։ Մեզ մոտ չի լինի ծնված հակառակորդ, փոխարենը կլինեն բջիջներ, որոնք խախտում են կանոնները։ Իմունային համակարգը բաղկացած է բազմաթիվ դերակատարներից, T և B լիմֆոցիտներից, մակրոֆագներից և նեյտրոֆիլներից։ Նրանց ֆունկցիան է ճանաչել օտար կամ վտանգավոր բջիջները և ոչնչացնել նրանց։ Սակայն երբեք ամեն ինչ այսքան հեշտ չէ։ Քաղցկեղածին բջիջները կարող են թաքնվել կամ օգտագործել պաշտպանական շերտեր ոչնչացնելու իմունային համակարգի բջիջները։ Քաղցկեղային բջիջները զարգացրել են մի քանի ռազմավարություններ, օրինակ նվազեցնել պրոտեինների արտահայտումը, քանի որ իմունային բջիջները դրանք ճանաչում են։ Եղել են դեպքեր, երբ քաղցկեղային բջիջները խաբել են իմունային համակարգին այնպես, որ հնարավոր չէ եղել տարբերել առողջ բջիջը անառողջից։ Այստեղ են ներխուժում նորագույն մոտեցումները, իմունոթերապիա, մոնոկլոնալ հակաթիթեղներ, որոնք օգնում են մեր համակարգին ոչնչացնել տարբեր բջիջներ։ Ընդհանուր նպատակն է վերականգնել ճիշտ ճանաչումը և ուժեղացնել իմունային առանցքը։ Պետք չէ մոռանալ դրա կանխարգելման ճանապարհը։ Առողջ սննդակարգ, առողջ ապրելակերպ, վնասակար սովորությունների, ալկոհոլի և ծխախոտի բացառում, կանոնավոր բժշկական զինվորություն։ Դրանք չեն ապահովում 100% պաշտպանություն, բայց թույլ են տալիս խնդրի մասին իմանալ սկզբնական փուլում և նվազեցնում են ռիսկը։ Մենք կարող ենք հիշել տարբեր պատմություններ մարդկանց մասին, ովքեր հաղթահարել են այդ հիվանդությունը, շնորհիվ ժամանակին ցուցաբերած աջակցության և նորագույն թերապիաների։ Այսպիսի պատմությունները հիշեցնում են մեզ, որ գիտությունն ու մարդկային խնամքը կարող են բերել իրական փոփոխություն։ Սա էր մեր մարդու մարմնի գաղտնի պատերազմը փոդքասթը։ Միացեք մեզ, մնացեք առողջ և հետաքրքրասեր։ Շնորհակալություն, որ լսեցիք։